Գնեք 3 քառակուսի մետր սարիկ եւ ստացեք եւս 2 քառակուսի մետր ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Պարոն Մանուկյանի դեպ Mein Kampf-ը Amazon-ում նոր նայում էի, դրված է բեսթսելերի տակ $12 է գինը։ Ուզում եք իրանց էլ դատիցեք։ Մեկ էլ պետական տպարանը որն է, դա էլ կասեք էլի դա որն է։ Ասիկ պաշտոնական տպարանը որն է, տպարանը։ Համեցի։ Պաշտոնական տպարան չի դա։ Փորձում եք պետական բան փող հաղորդել, բայց դա չի ստացվում, էլի բան։ Չէ, համել գնաց պարոն Մանուկյանը, բայց Mein Kampf-ը Հայաստանի Հանրապետությունում թարգմանվել, տպագրվել եւ վաճառքի անվել 2015 թվականին եւ լավ կլներ այդ հարց տալուց այն դատարկ աթոռներին նայեր։ Երկրորդ բարձրացնել են հարցը արդյոք մարտի 1-ի պատասխանատուի հուշերը ճիշտ է տպագրել եւ վաճառելը։ Բայց խոսքը դրա մասին չի, ուրեմն ինչա կատարում, էլի հերթական անգամ, ինչպես միշտ քաղաքական սրա պատասխանն եմ ուզում տամ, օրակարգ չլինելու պատճառով իմ գործընկերը ասես նոր օրակարգ են ստեղծում, բայց ոչ թե նորն են ստեղծում, այլ հին մոռացվածը, որը մի անգամ փորձել են ու չի ստացվել, հիմա նորից փորձում են բերել, որովհետև մի անգամ փորձեցին մեղադրել, դրա պատասխանը տրվեց եւ այդ մոռացվեց գնաց։ Հիմա քանի որ օրակարգը լրիվ սպառված է, նորը ստեղծել չեն կարողանում, պետքա բերենք հինը ու սկսենք բզբզալ խաղաղության, օրակարգի եւ այլնի դեմ։ Բայց այս ամեն ինչի լավագույն պատասխանը իմիջիայլոց ձեր այլևս համատեղ վարչապետի տեխնացուն ճեպազրույցի ժամանակ տվեց, երբ որ ասեցին ախր այս իմպիչմենտը չլնող բան է եւ այլն, ասեց պարապ մնալուց լավ չի, ու դա ասեց մի քանի անգամ։ Հարգելիներս, եթե դուք պարապ եք մնացել, Հայաստանի Հանրապետությունը ձեր համար ոչ սփիներ է, ոչ թզբեղ է, ոչ, չգիտեմ, ինչ որ անտիստրեսա, ոչ էլ պարապ վախտի խաղալիք է։ Մի արեք, մենակ պարապ մնալու հետևանքով չի կարելի խաղալ Հայաստանի հետ, չի կարելի խաղալ Հայաստանի լրջագույն օրակարգի հետ։ Պարապ եք մնացել, հազար ձևի զբաղմունքներ կա, ես կարամ ձեզ օգնեմ, օնլայն էլ գտնենք, կնենց էլ գտնենք, բայց մի արեք sense բաներ։ Եվ երրորդ, երբ որ դուք ուզում եք տենց ցույց տաք իբր որ Հայաստանի Հանրապետության եւ հատկապես կոչերին եւ վերբալ հարցակումներին եւ վերբալ վտանգներին տենց ուշադիր եք, ձեր կոմունիստ քրիստոնյա տեխնացուն բանի Գյումրիի, որ հիմա քաղաքապետ է, ձեր աջակցած եւ այլն, շանտաղայ անվանել նրանց, ովքեր դեմ են միութենական պետությանը եւ ավելին հավելելա Հայաստանը իրանից ինչ է ներկայացնում, ներկայիս Հայաստանի մասին է խոսացել, վերբալ վտանգներից եք խոսում, վերբալ հարցակումներից եք խոսում, կա ձեզնից մի բան, կա արդյոք սրան արձագանք, գոնե հարցրել եք, այդ շանտաղա, որ ասում ես բացառություններ կա, այդ դեմ ելնողներին, ովքեր միութենական պետությանը դեմ են, բայց որոշ բացառություններ բեր, էլի, գոնե, որ հանկարծ դրա մեջ մենք էլ չտեղավորվենք, որովհետև լավ չի, որովհետև ինքը վիրավորել է Հայաստանի Հանրապետության կեսից ավելիին։ Եվ եթե իրականում դուք ուզում եք ցույց տալ, որ դուք շատ հետևողական եք վերբալ հարցակումներին եւ վերբալ վտանգներին Հայաստանի Հանրապետության նկատմամբ, տիրություն արեք ձեր քրիստոնյա կոմունիստի խոսքերին։ Շնորհակալ եմ։